Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից Սաղմոս 91:5 Ինչ զարհուրանքի մասին է խոսքը Դա կարող է հրդեհ ազդարարող աղաղակ լինել կամ գողերի աղմուկ, կամ երևակայության տեսիլքներ, կամ հանկարծահաս մահվան կամ հիվանդության ճիչ։ Մենք ապրում ենք մահվան և վշտի աշխարհում, այնպես որ կարող ենք չարիքի սպասել ինչպես գիշերային հսկումների ժամին, այնպես էլ շողացող արևի տակ։ Սակայն դա նույնպես չպետք է անհանգստացնի մեզ, քանի որ ինչպիսին էլ լինի զարհուրանքը, խոստումն ասում է, որ հավատացյալը չի վախենա դրանից։ Ինչու նա պիտի վախենա։ Ավելին, եկեք անձնական դարձնենք սա, ինչու պիտի մենք վախենանք։ Աստված, մեր հայրը, մեզ հետ է և մեզ հետ կլինի մեր մենության բոլոր ժամերին։ Նա ամենակարող պահապան է, անքուն վերակացու, հավատարիմ ընկեր։ Ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց նրա թույլտվության, քանզի դժոխքն անգամ նրա վերահսկողության տակ է և խավարն էլ մութ չէ նրա համար։ Նա խոստացել է կրակե պարսպով պատել իր ժողովրդին, և ով կարող է ճեղքել նման պատնեշը։ Աշխարհիկ մարդիկ կարող են վախենալ, նրանց վերևում բարկացած Աստված կա, նրանց ներսում մեղավոր խղճմտանք, իսկ նրանց ներքևում բերանը լայն բացած դժոխք, բայց մենք, որ հանգիստ ենք գտել Հիսուսի մեջ, նրա հարուստ ողորմությամբ փրկված ենք այդ ամենից։ Եթե մենք տեղ տանք անմիտ վախերին, կանարգենք մեր դավանությունը և կստիպենք ուրիշներին կասկածել աստվածպաշտության ճշմարտացիությանը։ Մենք պիտի վախենանք վախենալուց, որովհետև դրանով տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն մեր հիմար կասկածամտությամբ։ Հեռացեք ուրեմն չարագուշակ կանխազգացումներ և անհիմն մտավախություններ, Աստված չի դադարել գթած լինել, ոչ էլ հետ է քաշել իր քաղցր ողորմությունները, հոգու մեջ կարող է գիշեր լինել, սակայն այնտեղ չպետք է զարհուրանք լինի, որովհետև սիրո Աստվածը չի փոխվում։ Լուսո որդիները գուցե խավարի մեջ քայլեն, բայց դա չի նշանակում, որ նրանք երեսից ձգված են։ Ոչ, այլ նրանց հնարավորություն է ընձեռված ապացուցելու իրենց որդեգրությունը, վստահելով իրենց երկնավոր Հորը, մի բան, որ կեղծավորները չեն կարող անել։ Մթին գիշերը մռայլ խավարում երբեք չի կարող մեզ քեզնից ծածկել, դու մեր պահապան երբեք չես հոգնում, չես դադարում մեզ նայել և հսկել։